Պարոն Սարգսյան, այսօր միացել եք քարոզարշավին, ինչ տպավորություններ ստացաք։ Շատ տպավորված եմ քարոզարշավի ընթացքից եւ թե ինչպես են մեր տեխնացուին դիմավորում համայնքներում։ Ինչպես գիտեք, Մեխակյանի հետ մենք եղել ենք ազգային ժողովում, նույն հանձնաժողովում, իրար հետ աշխատել են 2 տարի տնտեսական հանձնաժողովում, ու ես շատ եմ սիրում իրեն թե որպես ընկեր, թե որպես թիմակից, թե որպես մասնագետ։ Ոնց կբնութագրեք իրեն։ Ազնիվ, պարկեշտ, համեստագույն անձնավորություն, ու բոլոր ճանաչողները սիրում են, ով միշտ առանձնանում է իր համեստությամբ, իր հոգատարությամբ, թիմակիցների նկատմամբ իր վերաբերմունքով, համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իր վերաբերմունքով։ Հաճախ ես նրան հարցնում եմ ինչը քեզ ստիպեց ազգային ժողովից գնալ համայնք, նա միշտ պատասխանում է, որ իմ համայնքի ժողովրդի խնդիրներով զբաղվելը, ավելի մոտ լինելը, ավելի մեծ լիազորություն ունենալը, որպեսզի գյուղացիներին, իմ համաբնակիչներին կարողանամ օգտակար լինեմ աշխատանքով։ Բնականաբար գիտենք, որ ազգային ժողովում աշխատելը շատ ավելի հեշտ է, քան թիմում աշխատելը, համայնքում աշխատելը։ Ինքը թողեց ազգային ժողովի իր աթոռը եւ եկավ իր հայրենի համայնքում, որպեսզի աշխատի տեղական ինքնակառավարման մարմնում, ինչը շատ գովելի է ու ամեն մեկը չի, որ նման քայլի կգնա։ Ինչու է տեխնացուների բազմազանության մեջ ընտրողը նոյեմբերի 16-ին ընտրի քաղաքացիական պայմանագրին ու իր տեխնացուին։ Տեսեք, մենք քաղաքացիական պայմանագիրը արդեն հնարավորություն ունեցել ենք ղեկավարելու եւ մենք բացի խոստումներից նաեւ ցույց ենք տալիս կատարած աշխատանքը եւ շատ հեշտ է համայնքի բնակիչների համար տեսնել թե ով է իր արած գործով առանձնանում եւ ով ինչ է կատարել համայնքի համար ու շատ տեսանելի է դա ու դա ահավոր հեշտացնում է նաեւ քարոզարշավը, որ մենք ոչ միայն նոր ծրագրեր ենք ներկայացնում, այլ նաև ցույց ենք տալիս այն հսկայական կատարված աշխատանքը, որը վերջին տարիներին տեղի ունեցել մեր համայնքներում։ Դուք տեսաք, թե ինչ թիրախավորումների մեջ էր պարոն Մեխակյան ամբողջ քարոզարշավի ընթացքում, թե արհեստական բանականության պատրաստած տեսանյութերը, թե նաև ընդդիմադիրները անձնական դաշտ էին արդեն փորձում ներխուժել։ Ձեր կարծիքով ընտրողի վրա սա ինչ-որ ազդեցություն ունեցավ, թե ոչ։ Իրականում տեխնոլոգիաները որոշ չափով ազդեցություն ունենում են, բայց կարող են նաև հակառակ էֆեկտ տալ եւ այդ հակաքարոզը իրականում չաշխատի եւ ընդհակառակը մարդիկ համոզվեն, որ դա սևացնելու ճանապարհ է, քանի որ գիտեն, որ մեր տեխնացուն եւ սիրված է եւ ճանաչված է եւ նաեւ մարդու աշխարհից երևում է Մեխակյանը պարկեշտ այն անձնավորությունը, որը սիրում են։ Մեխակյանը պարկեշտ կատարեց։ Մեխակյանը պարկեշտ ազնիվ անձնավորությունը ով իր աշխատանքով արդեն ցույց է տվել եւ զրպարտանքները եւ բաբասանքները չեն կարող վճռորոշ դեր ունենալ եւ վստահ եմ, որ վաղ շաբաթում ճիշտ ընտրություն կկատարեն մեր քաղաքացիները ընտրելով համար 7-ին Արգիշտի Մեխակյանին։ Եվ վերջին հարցը, տեսեք, ընդդիմությունը իր դեմքով չմասնակցեց ընտրություններին, բայց երեկ էլ օրինակ մենք մի տեսանյութ հրապարակեցինք, երբ Լևոն Քոչյանը դուրս էր գալիս օրինակ ընդդիմադիր Սևակ Խաչատրյանի շտաբից։ Ինչու էին նախ թաքնվում ուրիշ մարդկանց հետևում, փորձում ազատ տեխնացու ներկանալ, անկախ տեխնացու եւ ի վերջո որն է իրենց պլանը ձեր կարծիքով։ Տեսեք, քանի որ մեր ընդդիմությունը խորհրդարանական ընդդիմությունը, հայտնի ընդդիմությունը, Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը հստակ գիտեն, որ մեր հանրության շրջանում նրանք սեր չեն վայելում, դա կապված է նաեւ իրենց կառավարման ամեն մեկի տասնամյակների հետ, բնականաբար փորձում են իրենց դեմքով հանդես չգալ եւ փորձում են կատարել այն, ինչ որ փորձեցին անել եւ մասամբ ստացվեց Գյումրիում, հանդես գալ անկախ տեխնացուներով, ճակերտների մեջ անկախ, որպեսզի իրենք իրենց անունով չպախարակեն այդ տեխնացուներին։ Այստեղ նույնպես հանդես են գալիս տեխնացուները, փորձելով առանձնանալ նախկին նախագահներից, որպեսզի չվարկաբեկվեն եւ կարողանան որոշ չափով գոնե քվե ապահովել, բայց քարոզարշավը նույնպես ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը հստակ ճանաչում է, թե ով ում կողմից է ուղղորդված, եւ չեմ ցանկանում որևէ մեկին վատաբանել, պետք է աշխատանքով գնահատեն ուղղակի մեր քաղաքացիները։ Ստացվեց Գյումրու սցենարը այստեղ։ Դրան են գնում կարծես։ Հուսամ, որ Գյումրու սցենարը այստեղ չի ստացվի ու Գյումրու նման աղետալի վիճակ չենք ունենա համայնքում, ինչը միանշանակ կբխի համայնքի շահերից, որպեսզի համայնքը ժամանակ չկորցնի այն ծրագրերը, որոնք որ պլանավորված են, այն աշխատանքները, որոնք արդեն ընթացքի մեջ են, չդադարեն եւ ի նպաստ մեր քաղաքացիների կյանքը բարելավեն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։